Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, հանդիսատես, երեք Հոլանդիայում շատ լավ անցավ ներկայացումը, շնորհակալություն բոլորին։ Հիմա արդեն ուղևորվում ենք Բելգիա։ Գնում ենք Բելգիա մի քանի հետաքրքիր բաներ նկարենք ձեզ համար ու նաև խաղամ այնտեղի ներկայացումը, այնտեղ են շատ անհամբեր սպասում մարդիկ, արդեն տոմսերը առել են, ջերմ նամակներ են գրում, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի Բելգիայի հայր։ Գալիս եք ձեզ մոտ, ընթացքում էլ նկարում ենք սենց ոնց ռեալիթի հաղորդում մեր հետևորդների համար, սենց վլոգային գիծ հետաքրքիր հատվածներով Բելգիայի, բայց Բելգիայից մենք բան չգիտենք։ Սկզբից մտնում ենք Անտվերպեն քաղաք, տեսնենք ոնց կստացվի։ Եկեք մեզ հետ։ Դե ինչ Բելգիա, գալիս ենք։ Այդինա ջահել է, հերբեր գալավն համ, Բելջիկ, Անտվերպեն։ Ուզում եմ ասել, մենք գտնվում ենք շատ գեղեցիկ քաղաք Բելգիայի քաղաքներից, Անտվերպենում, ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ տեսել եմ աչքերով զմայլվել, երկրորդ անգամ այս աչքերից բացի միատել ենք աչք բերել կամերան, նկարում ենք, որ դուք էլ տեսնեք ու զմայլվեք, ովքեր չեն տեսել իհարկե։ Անտվերպենը գնացինք։ Մարդկա իրան նապաստակա զգում, օրինակ խառնան է, մարդկա արջ, աչ հետ գել է։ Դե գործա պտի անես, նեղվելու բան չկա, խոհանոցում որ շատ պիկ ալնում, գալիս եմ բարում եմ աշխատում, պիվա եմ լսնում, դե եստե շատ են սիրում, գիտեք, մի հատ ցայում ես բաժակ ու գնաց, շատ ուժեղ պիվա է աստեղ, շատ։ Դե գիտեք, ամենալավ գարեջուրներից մեկն է։ Սենց լսնում ես, այ սենց քաշում ես, սիրում ես լսնում ու քաշում ես գլուխդ մուղամով, բա ուրիշին պտի տանք։ Բայց հրաշքա լուրջ եմ ասում, ոնց որ տենց տրյուֆելի ու բազիլիկի, բալզամի, օշարակների համախմբված խառնուրդի Չոր համով բան լինի, էլի չգիտեմ մի խոսքով։ Դանկվելա, դուդույ։ Շատ լավ գարեջուր տվեցին մեզ, դե Բելգիայի գարեջուրը պարտադիր պետքա փորձես, անմահական էր իրոք։ Հիմա գնում ենք ձեզ ցույց տամ վաֆլին։ Բելգիայի շատ հայտնի գաստրոնոմիկ բերկրանքներից մեկը վաֆլին է, իրենց վաֆելը այդ շոկոլադով, պաղպաղակով տենց շատ հետաքրքիր ուտեստ ունեն։ Հիմա կասեք ես լպրիկով, առավոտից իրիկուն մենակ ուտելու բաներ է ցույց տալի, պատմամշակութային վայրեր ինձնից մի սպասեք, ես դա գնում եմ, տեսնում եմ, բայց մեկնաբանել չեմ ուզում, որտեվ գիտեմ, որ նայողի համար տխուր է, ավելի շատ ուտել, խմել, կայֆեր, կայծեր, հետաքրքիր դեմքեր, ինձ թվում է այդ պիտի ցույց տամ, կոնկրետ ես ձեզ։ Ես գիտեք ինչ հիվանդություն ունեմ, շոր, կոշի, գլխակ, դուխի, բան տենց բաներ աքսեսուարներ, ասենք սենց քայլում եմ իմ համար նորմալ, տեսած ես ծռվում եմ, էլ չեմ էլ ասում, ընկերներ, սպասեք մի րոպե, չկորցնենք իրար, մի անգամի սենց էշացած, զոմբիացած մտնում եմ խանութ, տեսնեմ ինչ կա չկա, այ հիմա սխոդ ու եկեք մտնենք, տեսնենք ինչ կա չկա, նույնիսկ չգիտենք ստեղ նկարել կարելի է, թե չէ, եթե չի կարելի, հեսա գալու են քֆրտեն լարեն, իսկ եթե կարելի է, հասկանանք ես ինչ է, ուսին քսելու բան ունի, Դες հասկանում է հայրը, ասում է ես, դες դուդուկ ա դրել, ջոկում է հայ ամմտել խանութ, դուդուկ ա դրել, ընտիր, հա, սենց մոմենտ է, հա, ռյուգզակ,
Ռուկզակ։ Ուրեմն մի հատ էլ թուլություն։ Այս նրանից հետո կկպնի թուլություն, որ ուրեմն մի հատ էլ թուլություն, դե պարֆումերիա իհարկե։ Կապ չունի, քայլում եմ, պարֆում, այ 1000 հատ ունես, դրք մի հատ մտնեմ տենամ ինչ կա, այդ հիվանդությունն է։ Հեռու մնացեք տենց բաներից։ Մտանք։ Էլի մի քանի հատ դուխի առա է շեշ։ Հիվանդություն է, ընդունում եմ, չէ։ Նստեմ հեծանիվս գնամ։ Արա, կապած է, կարող է իմ հեծանիվը չէր։ Excuse me։ Չէ, իմ հեծանիվը չէր խառնել է։ Էսա իմ հեծանիվները։ Ակերն է հլվոր, տարբեր գույների, հեսա մնացածը ցույց կտամ։ Բելգիայի ամենահայտնի վաֆլին է, վաֆլիները համով, որն ելնում է շոկոլադ, ելնում է պեղպեղակ, ելնում է լեկեկյուղ, այս բաներ կա չէ, բառերը չես հասկանում ինչա, բայց վաֆլին է ստեղ էֆեկտը, որ ամենահամով վաֆլին են ստանում, ոնց գարեջուրը, նենց վաֆլին, Բելգիայում հայտնի է, չէ բրատ, Բելգիայի վաֆլին էլի, վաֆլին Բելգիայի, Yes. The smallest shop is in Belgium, Yes. Ասմա առաջի Քրիստոնյան ենք աշխարհի վրա, հասկացա։ Okay, վաֆլի։ Enjoy it. Very warm. Thank you very much. Thank you. Oh, վաֆլին։ Շատ զզվելի համագա, չէ՞, բայց Okay, thank you։ Ասմա շատ զզվելի համ ունի ասմա։ Հա։ Oh. Thank you for coming over. Oh. Thank you. Bye-bye next time. Սիրտս խառնեց։ Okay, արմա։ Չի հասկանում եմ, տոնայնությունը կարևոր է ճիշտ ասես, տեքստը էական չի։ Տրամվա բռնեմ գնամ տուն երևի։ Արա, բայց որ համարն է գնում մեր տուն, կամ մեր տունը որն է վաբշե ստեղ, սա խառնվել է իրար։ Նոր քայլում էի Անտվերպենով, սենց կենտրոնում, մեկ էլ տեսա այս արձանները, որի մոտ մի տարի առաջ եմ եղել ու մի հատ խնդալու վիդեո էի նկարել, տենց ռիլ զարմանահրաշ, կավա հիշեք, կավա չէ, այս։ Ուղղակի այդ աղջիկը չկա հիմա, ցուրտ է երևի գնացել է տուն, լողացել է, ժանգը թափել է վրից, հայվե պարկել է։ Աղջի ջան, իմ համարն է, էսի տուն է գնում, սպաս տենամ կհասցնեմ, այս երկատներն է կապել են, գայանի վերշերն էլ մոտս, սրանով որ չհասցրի, արդեն մնում եմ մյուսին, սպասի վարպետ ջան, այրացյա չեգ, ասում ես էլի ոնց չհիանաս, լնայի մի քանի դար արդեն կանգուն, մենք էլ ունենք հարցը չի, բայց հլը տեսակը, ճարտարապետությունը, չափերը ու կարևորը իրա շրջակայքը, տենց old պահած։ Մենք Երևանում ցավոք սրտի չունենք ոչ մի հին թաղամաս, մի քանի անգամ ասել եմ էլի կասեմ, ինչ մնացել է, խնդրում եմ գոնե այդ պահպանեք, տուրիստին ցույց տալու բան ունենանք, որ առաջ Երևանը սենց էր, հիմա սենց է։ Չի կարելի բռնել ծերից ծեր մոդեռն դարձնել։ Մի հատված պահում են առհասարակ աշխարհում ցիվիլ երկրները։ Շնորհակալություն։ Par les musiciens, par les comédiens, par les musiciens. Viens voir les comédiens. C'est mon dail. Par les musiciens. Artes. Qui arrive bien. Das լակոմա հեչվեջնա։ Ինչ դոբրիա, տես, հեսա բարձրանում եմ արձանի ծերը։ Գնամ, են եղբորպես այսենց անեմ։ Հա ինչ, այս ամառն աստեղ ուժեղ,
շատ ուժեղ։ Են ծնգլնգլնգլնգ ֆունգու բոմբու լիքը օրկեստրներ, թափառաշրջիկներ, տարբեր տեսակի շնորհալի մուրացկաններ, տուրիզմը շատ ավելի ակտիվ։ Հիմա դե սատկած մենք փետրվարին եկել ենք քայլում ենք տխուր, ցավոք։ Դե հիմա փետրվարին ենք նկարում, ձեզ մի քիչ ուշ ենք ցույց տալու, իմացեք, որ փետրվարն է։ Այսօր փետրվարի 17-ն է։ Մենք Անտվերպեն քաղաքում ենք եւ լոքշա, բայց եղածից պետք է մի հետաքրքիր բան ձեզ ցույց տանք։ Օրինակ այս ձյաձի դեմքը հետաքրքիր չի, մի հատ ցույց տուր խնդրում։ Տեսակ դեմքը, ով տեսավ։ Արի ձեզ, հալա։ Տեսար ինչ ձյաձեր էին։ Ուրիշ ծև են, չէ՞ հագնվում, ասեք։ Նույն տարիքի, ասենք Հայաստանում տենաս Վարուժյան ու Վանիկ-ձյան, ասենք, երկուն հակու կապից բռնած խոսալու թեմաներից վերջացրած ուրիշ է։ Եվրոպեյսկի ձյաձերը դες գիտես եղջերուն սկյուրիկին էր բռնաբարել 3 լուրերը ցույց տվեցին, սենց տարօրինակ բաներ են խոսում։ Եվրոպա է, էլի։ Ինչ։ Հալո։ Հիմա Բելգիայի Մեխելեն քաղաքում ենք, այստեղ եմ խաղալու ներկայացումս ռետրո ստենդափ փորձերը ավարտեցինք, մի ժամից հանդիսատեսը կգա, արդեն ու 1.5 ժամից կսկսենք ներկայացումը, ուզում եմ ցույց տալ ձեզ ինչ գեղեցկագույն դահլիճում եմ խաղալու այսօր, դահլիճում չէ, բեմում եմ խաղալու, ինչ գեղեցիկ դահլիճ է, հրաշալի թատրոն, մինի օպերան ոնց որ լինի, նայեք, սիրուն օթյակներով բան ու շատ տեխնիկապես բավական հագեցած, փոքր նյուանսներ են թվում ա թե, բայց շատ հաճելի է, երբ որ լավ թատրոնում ես խաղում, Էլ ավելի հաճելի է որ հանդիսատեսը դել գալիս է ու լավն է լինում, լավ հանդիսատեսի հետ ոչ մի բան չես փոխի, այն դրական էներգետիկայով են, որ իրանք քեզ են տալիս, դու իրանք քեզ դու իրանք ու պինգ-պոնգ է գնում էներգիաների, արդյունքում ստացվում է ժամ 45 րոպե բոմբ ներկայացում, հրհրոց մեծ ծիծաղ, հենց որ սպասում ենք, հուսամ որ շատ լավ անցնելու մեր երեկոն, բոլորիս հաջող ընթացք, իսկ ձեզ բարի դիտում։ Ասում ես էլի լուրջ թատրոն է, հələ գրիմեորկաները նայեք ինչ սիրուն ընդարձակ, այս փոքրներ։ Հիմա ցույց եմ տալիս ձեզ մաստեր գրիմեորկան, իր զուգարանով, թարնիկով եւ ավելի ընդարձակ ստեղ պարկելու հանգստանալու տեղերով, ներսից մի հատ ուրիշը, այդպես։ Ամենակարևորը, եթե ուզում ես հաց ուտես, որ երշիկահոտը չգցես այդ թատերային աուրայի մեջ, այսպես կողքել կա սիրուն բուֆետանման տեղ արի, սնվի, հետո գնա գրիմերի հագնվի ու իջի դեմ։ Այս էլ իմ գոլեգաների համար եմ ցույց տալիս, երևի տեղափոխվենք Բելգիա, երեխեք, ինչ կարծիք եք։ Անեմ ստիպված ես եմ գրիմելում բոլորը խառն են ադմինիստրատիվ հարցերով, նույնիսկ գրիմյորը, այդպես խառը հյուրախաղերա, երեխեք։ Համեցեք, ընկեր դավթյան։
Մոսկվայում բնակվող սիրելի հանդիսատես։ Միայն մեկ օր ռետրո ստենդափ ներկայացումը կլինի ձեզ մոտ։ Սիրով կսպասեմ ձեզ մայիսի 2-ին անցկացնելու ուրախ երեկո։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Մենք եկել ենք Բրյուսել։ Երեք շատ լավ անցավ ներկայացումը, Երեք շատ լավ անցավ ներկայացումը, շնորհակալություն Բելգիահայ հանդիսատեսին, բայց այսօրը տրամադրեցինք Բրյուսելին, որ մենակ Անտվերպենով չլինի հաղորդումը։ Լիարժեք Բելգիա ցուցադրենք ձեզ, մի քիչ էլ փորձենք շփվենք մարդկանց եւ գեղեցիկ պուպուշ, սիրուն, տարբեր բաների հետ։ Գնանք Բրյուսելի կենտրոն, նկարենք հետաքրքիր բաներ, բայց կգտնենք հետաքրքիր բաներ, ոնց ես մտածում, հա? Այս ջահելներն են, նայ, կուլյատ են անում, ինչ ունեն մտածելու, աղունիկները լիքը, կայֆը տեղը սաղի։ Եկել ենք, ասինք մի հատ էլ Եվրո խորհրդարան մտնենք, կարևոր հարցեր կա քննարկելու։ Հասնես Բրյուսել ստեղ չմտնես, այն էլ մենք։ Արդեն հավաքվել են խոշորագույն երկրների կարևորագույն ղեկավարները, մի հատ շուտ մտնեմ բարևեմ, 2 հատ հարց կա, գցեմ տեղը գամ։ Էս էլ բելգիացի հայտնի գրող Շարլ Պիեր Մարշն, չգիտեմ, Ղազարոս Աղայանն է էլի իրանց։ Նենց մեծ գրող ա եղել, շունը մատերը լպստում ա։ Ամբողջ բանը նրանում ա, որ ուզում ենք գտնենք են փոքր ճիշիկ անող տղային, հայտնի, այդ արձանը Բելգիայի, Բրյուսելի, բայց չենք գտնում, կորցրել ենք փողոցները։ Հրուշակագործ մանուշն ա, նայ։ Համով բաներ են սարքում։ Սպասի իրան հարցնեմ, բայց չգիտեմ իրանց լեզուն։ Ասեմ ճիշիկ անող բանը։ Բարև ձեզ։ Ճիշիկ անող տղան, որտեղ ա։ Thank you. Bye. Ասում մանեք եմ պիսը, ասում հա հենց այդ պիսն ենք փնտրում, բայց սենց ասեցել որ ապեր գնանք։ Դասարան անայ, ընկանք 7 B-ի հոսքի մեջ։ Լե 7 B։ Բարև ձեզ։ Արա։ Հարուստի երեխեքն են, էլի, ոսկու մեջ կորել են։ Բելգիա էլ տենց է։ Ամեն երկրում մի ձևի է, չէ՞։ Եկանք փողոցը պրծավ, էլի չենք գտնում տղային միզող։ Սրան, էլի այ սրան ենք փնտրում։ Սաղ սուվիներները կա, ինքը չկա։ Բալիկ ջան, որտեղ ես։ Շատ հետաքրքիր է Բրյուսելի փողոցները։ Եկանք ընկանք Grand Place, կենտրոնական մեծ հրապարակը Բրյուսելի։ Վստահ եմ բոլորդ էլ տեսել եք, բայց եւս մեկ անգամ վայելեք։ Նենց էլ արև հավես եղանակա։ Նենց աշխատանքային ժամ երեխեքը դպրոցից գնում են տուն։ Ստեղ մռայլ է հիմնականում, գիտեք, միշտ անձրև բան շատ լավ եղանակ ենք բռնացել։ Սրա գեղեցկությունն է պետք վայելել ու անցնել առաջ, բայց մենք մեկա միզած օրանին ենք ման գալիս։ Բալիկ ջան։
something? What? Speak. That նկար ենք էլի։ Okay, thank you։ Երեխեք ձեզ ենք ման գալի, ուր է կարա։ Իսկականը ուրա չենք գտնում։ Օրոյս ինչ հետաքրքիր խանութ է ապերել են այ շատ համով բաներ են տալի երևի։ Եթե հիշում եք Ամստերդամում ասեցի ամենաուժեղ ֆրին աշխարհի, բայց պարզվում է Բելգիայինն է ֆրին, նու պարզվում է չէ գիտեի, բայց Բելգիայում շատ ուժեղ տեղեր կան, կետեր, որոնցից մեկը է սա Բրյուսելում, իսկական ֆրի են տալի, ֆրիտ են ասում նրանք։ Ֆրիտը ստեղա ստեղծվել 1800-ականներին, այնտեղ կա դաժե իր առաջին տեղը, որտեղ ֆրի են տվել առաջին անգամ աշխարհում։ Բայց ուրիշ բան է, ովքեր չեն փորձել, չեք կարա պատկերացնեք, իսկական կարտոֆիլ է, ուրիշ ձև կտրած, ուրիշ պրաժարկայով, ուրիշ համով, սոուսներով, խելառություն։ Դե իհարկե կփորձենք մի հատ։ Բայց իրոք շատ սիրուն է Բրյուսելի կենտրոնը, հատկապես մի քանի նեղլիկ փողոցներ կան, որ հատակից սկսած են հին ժամանակվա ստիլն են ու քարերն են պահել, ու ընդհանրապես այդ հին ֆորման, թեթև ժամանակակից մոդեռն միջամտություններով։ Ես էլ շատ հայտնի արձան է Բրյուսելում, շատերը կիմանան, երազանք ես պահում, կսում ես ես մասին ձեռդ ու իբր կատարում է ու ինչ-որ շատ փող է բերում, նայած ով ինչին է հավատում, բայց հələ ոնց է փայլում թևը, սա հավատում են կարևոր է դա, ֆիքսենք խնդրեմ, հայերը հատկապես փողի համար հələ ոնց են փայլացրել վերջի 10 տարում։ Ու ես գեղեցկագույն շինությունների մեջ ես անձամբ չեմ կարող ձեզ ցույց չտալ թատրոնը Բրյուսելի կենտրոնական հրապարակին շատ մոտ Բուրսի թատրոնը հələ նայեք ինչ սիրուն է ժիվոյ պետք է տեսնեք էլի չգիտեմ տենց վիդեոյով ոնց կհասնի բայց մի հրաշք շինություն ու պարտադիր ճարտարապետական տեսքը հին տեսքը պահած այդ շատ կարևոր է այդ անդերը ինչքան բացատրենք Ես էլ կարմիր լապտերների թաղամասն է, էլի տենց ամբարո կանանց, ովքեր իրենց սենյակներում վաճառք են իրականացնում, տարբեր բուտիկներ կա, նայած որը դու կընտրես, որտեղ կմտնես, տես ստեղ դատար կա, կամ ներսը գործի են, կամ տանը հլը չեն զարթնել։ Նայեք ինձ սիրուն շունիկա, արի հլը, գնում է տիրոջ մոտ։ Տերն էլ հələ նա ինչ տեր է, երևում է, բարակույրի հետևից, լավ դե չի կարելի լպիրշանալ, սա ցիվիլ հաղորդում է, երեխաներ են նայում մեզ, վաբշե կջնջեք ես հատվածը, բլուր կդնեք բլուրներին։ What? Ինչ ասում? Okay, ասա okay, ջնջան։ Խոսքով շատ ասես մեր ախպերը սարոնց վախեցավ փախա պապան չտենա հանգարց ուր եմ ինչով եմ զբաղվում այսպես ստեղ ազատ է օրինակ վարձով է տրվում չգիտեմ այնտեղ տենց էլի մի խոսքով լավ ես ախպերս մաման տաննա թույն հիմա էլ ընկանք սեքս շոփների պուրակ կյանքից մեջ չեմ մտել նենց հետաքրքիր է չէ հույս չունենաք որ մանրամասն սաղ ցույց ենք տալու ինչ կա չկա էդ էր մնում ես արագ մտնում եմ դուրս գամ ու վերջապես գտա աշխարհի ամենակոմֆորտնի կնոջը որ ոչ խոսում է վրետ ոչ փնթփնթում է ոչ մի բան ասում է պրոստը պետք է այսքանը փչես Zalaka yesi.
ուրիշ պրոբլեմա։ Ահագին էլ բան վերցրեցի Ազիզ ջան։ Յանի մթերային խանութից առևտուր արե գնում ա դու։ Երշիկա, ձույա, ցեթա, յուղ։ Խնդալու որ սա համընկնում ա։ Դա լավ կատակ եմ անում այմա դստից բան վերցնով եմ։ Այս են հին շոփինգների օպրակն ալը։ Աշխարհի ամենահամով գարեջուրն եմ խմում, անունը չեմ ասի։ Դուք հետաքրքրվեք աշխարհի չեմպիոն պիվեն, որն է բելգիական կիմանաք։ Ու հայերի ռեստորան է իտալական, ընտիր պիցա են տալիս։ Ոնց է վերնագիրը։ Ձեր։ Պիցա լիլո։ Կարող եմ ես հանել ես մեկը եղբայր։ Դե սպասեմ պտտվի գա հասնի նոր թե։ Արդեն խփեմ։ Օպա։ Օպ, 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 օպ։ Ճիշտ է ամեն ինչ։ Չեմ փչացրել, չէ։ Օպա, ահա։ Հեսա համնել կփորձենք, չնայած ես արդեն մի կտոր ուրիշ պիցայից փորձել եմ, անմահական էր։ Ասում իտալացի գալիս են ստեղ են ուտում, հասկանում եք, էդ ինչ լուրջ չէ։ Տենց է չեմ։ Ահա, իմացան նկարելու ենք 80 տեսակ պիցա սարքեցին, մարդ չգիտի որից փորձի, ոնց ուտի, պատարակաղով, ձեռով, բայց շատ համով, խմորի մեջ է գաղտնիքը կարծում եմ, հենց խմորա, տենց խելագարվելիք։ Դու հավանում է, դեք էր։ Վերջապես գտանք արա մեր ախպորը, մի զող, դստեղ միշտ պիկա տուրիստական, գալիս են նայեն այդ պրոցեսը, բայց մալաձեց ասում եմ, հանի 100 տարի է միզում է երեխեն, ոչ ընդհատումներ, ոչ բան, շատ լավ է, էլի ջահել է մնացել, բայց իրականում գիտեք, չէ ես պատմությունը, պատերազմի ժամանակ, տեսար ընգնում էինք պերաշկու ավտոյի տակ, ես ինչ արա, պատերազմի ժամանակ, ասում է, բելգիացի մի երեխա, այդ սահմանի պարեսպին դե երեխա է, հանել միզել է, սրանք էլ վերցրել, ֆետիշացրել, յանի մենք միզած ունենք ձեր դարպասներին, մենք հաղթանակած երկիր ենք, սենց մի խորհուրդ է ունեցել այս երեխան, թե չեն ես չի, պատահական մեկ երեխեն հանել է միզելու, ֆիքսել են, օй մեր սիմվոլն է բան, տենց չի։ Չեք էլ հավատա, բայց հյուրախաղերի ընթացքում այս խառը գրաֆիկի մեջ մեկ ժամանակ ենք գտնում մի փոքր ժամանցային առօրյա ունենալու, խաղալու, ցվրվելու։ Օրինակ ես բոուլինգ արտակարգ եմ խաղում, իմ նման խաղացող հենց չեմ հանդիպել։ Նայեք համոզվեք։ Նայ, հələ գնդակը տեղ չհասած Սաղ բուլավաները ընգել էին աթեն, եթե նկատեցիք։ Վախում են մաստերից, է։ Գնդակը ուր արա։ Դե գնդակը կար բուլավաները չկային, ստեղ բուլավեքը կան, գնդակը չկար, մաղ չկարում։ Զերոյի վրա ես մնալու, զերոյի, ջարդը տալու եմ։ Պատրաստ ես։ Չէ, չի լնում, մենակով ոչ մի խաղ չի լնում խաղալ։ Դե իհարկե Բելգիայի հաղորդման վերջում էլ, եթե այսքան խորացել ամեն ինչ ցուցադրել ենք, պետք է ցույց տանք ատոմիումը Բրյուսելի, որը որ խորհրդանիշն է։ Ճիշի կանող երեխայից ոչ պակաս հայտնի է այս ատոմիումը որպես սիմվոլ Բելգիայի 9 հատ կլոր ատոմներ են, ատոմականի ստիլով է, ու ամեն մեկի մեջ մոտ երևի 8 հարկանի, 9 հարկանի, չգիտեմ, ինչ-որ շինություններ, ռեստորաններ, օֆիսներ, եսի մինչեր։ Շատ սիրուն է, շատ խորհրդավոր եւ
հետաքրքիր։ Բելգիային շնորհակալություն անչափ ամեն ինչ հետաքրքիր էր ու նաև տարօրինակ։ Անցանք առաջ, հաջորդը Գերմանիա, սպասիր մեզ։